Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալը «Քայլ առ քայլ» մոտենում է հանգուցալուծմանը։ Վերջին սերիան կարելի է անվանել ոչ միայն հերթական դրվագ, այլ ամբողջ մեկ տարվա աշխատանքի, լարվածության, ստեղծագործական որոնումների և դերասանական նվիրումի արդյունք։ Նշենք, որ ճիշտ է, դեռ հեռուստասերիալի ստեղծագործական ու դերասանական խմբի անդամները չեն նշել, թե որ օրն է վերջին սերիան, բայց հավանական է, որ հանգուցալուծումը մոտ է։ Միացեք մեզ ու ձեզ կտեղեկացնենք, թե երբ է ցուցադրվելու հեռուստասերիալի վերջին սերիան։ Ավելի քան մեկ տարի է սերիալը գտնվում է էկրաններին և այդ ընթացքում այն կարողացել է գրավել հազարավոր հեռուստադիտողների ուշադրությունն ու սերը։ Վերջին սերիան առանձնանալու է իր ծանր, խորը և հուզական մթնոլորտով։ Սկզբից մինչև վերջ զգացվելու է, որ պատմությունը մոտենում է իր հանգուցալուծման կետերից մեկին։ Յուրաքանչյուր տեսարան հագեցած է լինելու լարվածությամբ, յուրաքանչյուր երկխոսություն ենթատեքստով։ Սերիայի առանցքում կրկին Նարեի ներքին պայքարն է լինելու, նրա կերպարն այս դրվագում առավել բացվեց, ցույց տալով թե նրա ուժը, թե խոցելիությունը։ Դերասանուհին կարողացել է շատ նուրբ փոխանցել այն վիճակը, երբ մարդը ստիպված է ժպտալ, բայց ներսում ամբողջությամբ կոտրված է։ Նրա հայացքը, լռությունը, ձայնի տոնը առանց խոսքերի փոխանցում էին ամբողջ ցավը։ Հայկի բացակայությունն այս սերիայում ավելի ուժեղ էր զգացվում, քան ներկայությունը։ Նրա կերպարը կարծես կախված է օդում անավարտ խոսքերի, չլսված ճշմարտության խոսքով։ Սա սցենարային շատ հետաքրքիր լուծում է, քանի որ հանդիսատեսն անընդհատ սպասման մեջ է, թե երբ է նա վերադառնալու։ Սաքոյի գիծն այս սերիալում հասնում է իր հոգեբանական գագաթնակետին։ Դերասանի փայլուն կերպով կարողացավ փոխանցել մի մարդու ներքին քայքայումը, ով այլևս չի կարողանում ապրել իր խղճի հետ։ Նրա շարժումները, հայացքը, նույնիսկ լռությունը խոսում էր այն մասին, որ նա կանգնած է կործանման եզրին։ Զենքը ձեռքին տնից դուրս գալու տեսարանը դարձավ ամբողջ սերիայի ամենահզոր պահերից մեկը։ Արմոյի կերպարը շարունակում է մնալ սառնասիրտ և հաշվարկված։ Դերասանը շատ համոզիչ է ներկայացնում մի կերպար, ով կարողանում է վերահսկել մարդկանց, խաղալ նրանց զգացմունքների հետ և հասնել իր նպատակներին առանց խղճի խայթի։ Բայց վերջին սերիայում արդեն երևում էին փոքր ճաքեր, այն պահերը, երբ թվում էր, թե նույնիսկ նա չի կարող ամբողջությամբ վերահսկել իրավիճակը։ Այսօրվա սերիայից վերջապես պարզ դարձավ, որ Սաքոն լսեց Արմոյի շուրթերից հնչած ճշմարտությունը, որ պետք է Նարեի եղբայրներից մեկին, այս դեպքում Վռամին, սպանի, որպեսզի Նարեն իրեն երջանիկ զգա ու սիրի նրան։ Եվ բնականաբար, նա Նարեին ցավեցնում է, իսկ Սաքոն ականատեսն է լինում այս ամենի։ Ինչպես է վերաբերվելու Սաքոն Արմոյին և արդյոք թույլ է տալու, որ նա ցավեցնի Նարեին այն բանից, անկախ թե Նարեն ինչ է արել և ում երեխային է սպասում ընդամենը մի քանի ժամից։ Լալայի կերպարն այս դրվագում դառնում է հույսի և դիմադրության խորհրդանիշ։ Նրա յուրաքանչյուր տեսարան հիշեցնում է, որ այս պատմության մեջ կա դեռ մեկը, ով պատրաստ է պայքարել մինչև վերջ։ Նրա ներկայությունը սերիալում միշտ բերում է լարվածություն, որովհետև նա կրում է ճշմարտություն։ Վռամի գիծը ևս շատ հետաքրքիր զարգացում կունենա։ Դերասանը կարողացել է շատ բնական փոխանցել այն ներքին բախումը, երբ որդին սկսում է տեսնել հոր իրական դեմքը։ Նրա հայացքներում զգացվում է և ցավ, և հիասթափություն, և զայրույթ։ Սերիալի հաջողության մեջ մեծ դեր ունի ոչ միայն դերասանական կազմը, այլ նաև ամբողջ ստեղծագործական թիմը։ Սցենարիստները կարողացել են ստեղծել բազմաշերտ պատմություն, որտեղ յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը։ Ռեժիսորական աշխատանքն առանձնանում է ճիշտ ընտրված կադրերով, լարվածության կառուցմամբ և հուզական գծերի ճիշտ բացմամբ։ Նկարահանման որակը, երաժշտական ձևավորումը, մոնտաժ, այս բոլորը միասին ստեղծում են այն մթնոլորտը, որը պահում է հեռուստադիտողին էկրանի առջև։ Յուրաքանչյուր դրվագ աշխատված է մանրամասնորեն, ինչը զգացվում է հատկապես նման լարված սերիաներում։ Ավելի քան մեկ տարի շարունակ սերիալը կարողացել է պահպանել հետաքրքրությունը, ինչը հեշտ չէ։ Սա խոսում է այն մասին, որ թիմը մշտապես աշխատում է զարգացնել սյուժեն, ավելացնել նոր ինտրիգներ և չկորցնել հանդիսատեսի ուշադրությունը։ Հեռուստադիտողները հատկապես սիրում են սերիալը իր իրականությանը մոտ պատմություններով, հուզական խորությամբ և սիրված դերասաններով, ովքեր դարձել են արդեն ընտանիքի նման։ Յուրաքանչյուր կերպար ունի իր երկրպագուները, և հենց դա է սերիալի ուժը։
Վերջին սերիան ևս մեկ անգամ ապացուցելու է, որ Հարսնաձորի լեգենդը գտնվում է իր ամենաուժեղ փուլում, ամեն ինչ գնում է դեպի մեծ բացահայտումներ և ամեն դրվագ նոր հարցեր է առաջացնում, և հիմա բոլորը սպասում են մեկ հարցի, երբ կգա այն պահը, երբ բոլոր գաղտնիքները կբացահայտվեն և արդյոք այդ ճշմարտությունը կբերի հանգուցալուծում, թե նոր ցավեր: Բացահայտելու համար մնացեք մեզ հետ և իհարկե սեղմեք զանգակ կոճակը, եղեք տեղեկացված: